Ջան, ինչով կարող եմ օգնել։ Ոչ մի բանով, հեսա վերջացնում եմ։ Լևոն արագացու ժամանակը փսուա։ Բայց ինչ է ես թվում, որ ինչ-որ բան պակաս է։ Այ կնիկ, ոչ մի բան էլ պակաս չի։ Բա ինչի այն մոտ ես տպավորություն, ինչն եմ մոռացել։ Եթե մի բան էլ մոռացած դες դարձ մի արա, ընթացքում կլրացնես էլի։ Չէ, Վահան ջան, դու չգիտես ինձ, իմ սեղանը պիտի ամեն ինչ տեղը տեղին լինի, ինչև փեսացուի գալը, պատրաստ։ Այ Սիբիլ ջան, քեզ այդպես ոգևորված մեկ էլ մեր հասանքին է, տեսել։ Վահան ջան, ինչ անեմ, որ Աստված մեզ երեխուց կտրեց, մի երեխա էլ չպարգևեց։ Ավելի, հատած մի խոսը, սիրտս կտոր ալելում, քիչ ամնում վեր կանամ գնամ Աստծու մոտ ասեմ, այ քո ցավը տանեմ, էդ ինչ վատություն են քեզ արել, որ մի երեխա էլ չես ուզում մեզ տաս։ Այ մարդ, մի քիչ ուշ չի, պետք է ժամանակին գնացած լիներ։ Հանգիստ, թողել Աստված իր դառնոտա, տես ոնց եմ։ Դե լավ էլի, այ մարդ, դուրս զանգում են գնա դուր բաց հերիքա խոսես։ Գնա բաց դուրը։ Գուցե դու գնաս բացես։ Վահան, այս տան տղամարդը դու ես, դու գնա բաց։ Ես չի ասես ոգևորվել, չի հասկանում։ Ամեցեք, ու սպասկին, ամեցեք ներս անցեք, ամեցեք, Սահակ ջան, նստեք, լավ նստենք հետո, Անցեք նստեք։ դուք ստեղ նստեք, մենք նստեք, կնոջս հետ, ծանոթացիր քերիսա Վահանա, քերակինս Գոհարը։ Շատ հաճելի է, ուրախ եմ, Սահակ։ Սահակ 32 տարեկան, Լիզայի ընկերն է, չի աշխատում։ Նմանապես։ մենք էլ շատ ուրախ ենք տղա ջան, ինչ կխմես, Շատ սիրուն տուն ունեք։ Այ, խմեմ, եթե կարելի է օղի էլի։ իհարկե կարելի է, անենց օղի բերեմ, ես քանի օրն են կապանից ուղարկել, ականջդ կանչի, կավոտ ջան, մաքուր թթի օղի է, հենց հիմա բերեմ։ Քերի ջան, նստի, Սահակը կոնյակ կխմի, չէ Սահակ։ Բայց եթե օղի է ուզում տղան, Քերի ջան, իր համար տարբերություն չկա, չէ Սահակ։ Հա, տարբերություն չկա։ ոնց կաս։ Այս կալկլոցից կեպս կանս է։ Լավ քիչ։ Դե երեխեք ջան, խաղում ենք մեր ծանոթության կենասը։ Ինչ կասես, Սահակ ջան։ Ոնց ասես։ Բայց կանյակը, որ իմանաս որերից են ուղարկել, պահ, օգտվեք, ինչ տա։ Կվերցնի քերի ջան, դու մի անհանգստաց։ Ճիստ, սայա։ Լավ, ես կքաշեմ։ Չէ, քերի ջան, ես կվերցնեմ ես։ Սահակ ջան, աշխատում ես, Հա, աշխատում է։ որտեղ, Գործարանում։ հետ որ գործանում, Քերի ջան, Սահակը ինժեներ է, քաղաքաշինությամբ են զբաղվում, հատակը գծեր են գծագրում կամուրջների, ճիշտ եմ չէ ասում Սահակ։ Հա, ճիշտ ասում։ ենքան էլ ճիշտ չէր, բայց կուտվի, կարևորը որ դու քո մասնագիտությունը սիրում ես։ Հա, շատ եմ սիրում ես իմ մասնագիտությունը։ Սահակ ջան, իսկ ասենք որ կամուրջն է ձեր նախագծով կառուցված։ Այն բանը, Դավթաշենի մոստը։ Դավթաշենի պատկերացնում ես։ Հա, քերի ջան, դե մի խումբ շինարարներ զբաղվում էին այդ կամուրջով, Սահակն էլ էր այդտեղ զբաղված, աշխատում էր, չէ՞։ Հա, Լավ։ Ուրեմն քերիս ոսկերիչ է Սահակ ջան, իսկ քերակինս թարգմանչուհի։ հա, որ լեզուն եք թարգմանում։ Ռուսաց լեզվի, եւ թարգմանություններ եմ անում տարբեր ոլորտներում։ Գիտեք, չէ, ես
Շատ լավ ռուսերեն գիտեմ։ Ու ես հիմա կարող եմ ձեզ մի հատ բառ ասեմ, ու դուք չիմանաք այդ բառը ռուսերեն։ Ու ես չեմ կարծում, որ կլինի մի բառ, որը նա չիմանա։ Չէ, դե Լիզա ջան, այդպես չի, կամ բարել, որ անծանոթ են։ Սանջան, բայց որտեղ ես տես լավ ռուսերեն սովորել։ Ռուսաս Քերի ջան, Սահակը ռուսական թեկումով դպրոց է ավարտել, ունի ռուսական կրթություն։ Հա, ճիշտ է։ Դու Ռուսաստանում եղել ես, Սանջան։ Չէ, այսինքն մի անգամ եղել եմ Եվ որ քաղաքում։ Իժևսկում։ Իժևսկում ինչ էիր գործել այդ։ Գործով էր գնացել, Քերի ջան, ճիշտ եմ, չէ՞ հիշում, ասել ես գործով։ Հա, գործողման տենց մի քանի հոգով գնացել ենք, ընդեմ ոստերն ենք նայում։ Փոխ հարաբերությունն են այդտենց մտքի։ Իսկ դու գիտես չէ՞ որ մեր Լիզան երկար տարիներ Ռուսաստանում ապրել։ Հա, բայց ոչ Իժևսկում։ Դե լավ, Վահան, ինչ ես տղային հարցախեղտ արել։ Ավելի լավ է մի բան ասա, մի կենաց ասա խմենք։ Այ խելացի կին ունենալը էս։ Ապրես կնիկ ջան։ Դու էլ որ չներ ես չի անելու։ Ասեմ ամուսին ջան, կորելու էի։ Սահակ, ես քեզ ասեմ, որ քերիս ու քերակինը շատ հումորով զույգ են։ Հա, զգացի արդեն։ Ուրեմն եղի ջան։ Ինչպես կինս հուշեց, ուզում եմ ես բաժակով խմել, հա իդեպ շատ օրիգինալ գրակվարություն եք։ Հա։ Մերսի։ Ընկերս է ուղարկել Փարիզից։ Խմենք ձեր երջանկության համար։ Ճիշտ է։ Շնորհակալ եմ Քերի Մերսի, ջան։ մերսի։ Ես դուք չլինեի։ Մերսի Քերի ջան։ Քիչ կխմեմ։ Դոկտոր, Գոհար, այդ հավաքել եք վերջացու այլ բանն եմ ասելու։ Ինչ եղել Վահան ասա։ Նստի որ ասեմ։ Լսի գոհար, այդ սագը քեզ դուր եկա, արտակիրը նկատի չունեմ։ Վահան, ճիշտը որ ասեմ չէ։ Մի տեսակ տարօրինակ էր երևում այդ տղան։ Ոչ թե տարօրինակ էր երևում, այլ տարօրինակ էր իրեն պահում։ Ինձ թվում է ինչ-որ բան թաքցնում էր մեզանից, բայց թե ինչ, չեմ կարողանում հասկանալ։ Գիտես հիմա եմ հասկանում։ Դու երբ որ իրան աշխատանքի հետ կապված հարցեր տվեցիր, այդ ժամանակ ինքը սկսեց խոճապի մատնվել։ Ու ինձ թվում է կամ այդ տղան չի աշխատում, կամ էլ ինչ-որ անհաջող աշխատանք անում, որ չուզեց այդ մասին խոսի։ Հնարավոր է։ Բայց դու ոնց որ տեն չես մտածում։ Չգիտեմ։ Չգիտեմ։ Բայց որ մեզանից ինչ-որ բան է թաքցնում, դա փաստ է։ Ու մենակ Սահակը չէ, Լիզան նույնպես։ Դու նկատեցիր, որ հարցեր էիր տալիս, Լիզան էր հուշում Սահակին, թե ինչ ասի։ Այո։ Լիզան նույնպես։ Բայց ոչինչ։ Երբ տուն գա, կճշտենք, թե ինչ էին մեզանից թաքցնում։ Ճիշտ է Սահակ ջան, որ տուն գա հետո մի հատ խոսի, պարզեք տեսնենք ինչ ա կատարվում։ Դե լավ, էլ բան չունես ասելու, ես գործս անեմ։ Չէ։ Դու կգործին նայ։ Այդ տղան հաստատ ինձ դուրս չեկավ։ Հաստատ։ Լիզան զգում էր, որ Սահակն իր հարազատներին դուր չի եկել։ Նա հասկանում էր նաև պատճառը եւ գտնում էր, որ սուտը շարունակելու իմաստ այլևս չկա։ Լիզան խոստովանեց, որ Սահակի աշխատանքի հետ կապված իրենք ստել են եւ որ վերջինս աշխատում է շինարարությունում։
բայց որպես բանվոր։ Լիզան իրեն սուտը պատճառաբանեց նրանով, որ Սահակը պարզապես ամաչում է իր կատարած աշխատանքից եւ խնդրել էր իրեն, որ հարազատների մոտ թաքցնի դա։ Քերի ջան, գնարես ուղղակի էլի, որ սենց ստացվեց, նեղվում է Սահակը շատ։ Նեղվելու բան չկա, Լիզա ջան։ Ժամանակին ես էլ եմ բանվորություն արել։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ես էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում, քերի, ուղղակի ամաչում է Սահակը։ Չի ամաչում։ Ուրեմն պետք է իրան հասկացնես, որ չամաչի։ Քերի ջան, իսկ ընդհանուր առմամբ Սահակը քեզ դուր եկավ։ Լիզա ջան, ոնց ասեմ։ Մեր դուր գալ չգալը ոչ մի նշանակություն չունի։ Կարևորը որ քեզ է դուր գալիս։ Մեզ համար իրականն է որ դու երջանիկ լինես։ Իսկ մնացածը դուր է գալիս, դուր չի գալիս, դա ոչ մի նշանակություն չի։ Այ քերի, Սահակը շատ բարի սիրտ ունի, շատ լավ մարդ է։ Ուրեմն բոլոր հարցերը լուծված են։ Շնորհակալ եմ։ Քերի ջան, ես քեզ կարող եմ մի բան խնդրել։ Առանց խնդրել, ասա լսում։ Որ խնդրեմ մամային դեռ մի ասա էլի Սահակի գոյության մասին։ Ինչի՞։ Դեռ կասկածում ես, որ Սահակը իմ տղան չի, որ այդ կարող ես երջանիկ լինել։ Հա, մի քիչ կասկածում եմ, դա ինձ էլ հասկացի, Ռուսաստանի այդ դեպքերից հետո ես մի քիչ կամուկացի մեջ եմ։ Հասկանում եմ։ Լավ, ուրեմն չեմ ասի։ Շնորհակալ եմ շատ, քերի ջան, եթե ես համոզվեմ, ես ինքս մամային կզանգեմ ու կասեմ ամեն ինչ։ Եվ Այ հիմար, վաղը կտեսնես քեզ ինչ օր եմ գցելու, դեբիլ։ Անցի։ Կյանքս ոնց են կապել քեզ։ Նա այն կողմ գնա, հիմար։ Ինչ ասացիր։ Հիմար։ Դու Սխալ բան եմ ասում։ բարել չափավորը թե չէ լեզուդ քոքից կկդրեն։ Հիմար ես, բա ինչ ես։ Երեկվա քո արածը քո դուր եկավ, խայտարակեցիր ինձ։ Ինչ եմ արել։ Լսի, ապուշ կտրած ինձ էին այն, որ մերոնք հարցեր էին տալիս քեզ։ Աբա ինչ անեմ։ Եկան ինձ միանգամից սկսան հարցը կոխանել։ Նենց է ոգևորել ոնց որ եկել է իրաց աղջկան հենց հիմա ուզեի ու տանեի մեր տուն։ Որտեղ ես աշխատում, ուր ես եղել, քեսի մի ախտոտ ձեր ինչ գործն է։ Ես որ իմանայի տենց խայտարակ եմ լինելու, քեզ նախորոք ինստրուկտաժ կանեի։ Հալավ թքած քերոտ վրա էլ քերոտ կնգա վրա էլ է։ Ես չեմ հասկանում, դու մոռացել ես, որ այս ամբողջ ունեցվածքի տերը իրանք են։ Պիտի վստահությունը շահես, չես հասկանում։ Չէ, ոնց տենամ, այս մեր պլանը չաշխատեց։ Ով է մեղավոր։ Ես եմ մեղավոր, պրծանք։ Չէ, Սահակ, դեռ ամեն ինչ կորած չի։ Ես պիտի ամեն բան անեմ, որ քերին սկսի քեզ վստահել ու իր մոտ գործի ընդունի։ Վստահությունը պիտի շահես այդ մարդու։ Արա ինչ վստահել է։ Պրծավ, այդ պլանի մասին մոռացանք, ուրիշ բան ենք մտածում։ Այսինքն ես մտածել եմ ու որոշել եմ։ Ինչ ես որոշել։ Նա ինչ ենք անում։ Այս տունը թալանում ենք ու թռնում ենք։ Չսանրի հիմարա։ Լսի, այս տանտերը քերին է, ու միակ մարդը, որ ինձ լավ ճանաչում է ու գիտի ուր կգնամ, ոնց կգնամ, ու մեզ փախնեմ, կբռնի մի անգամից։ Աղջիկ ջան, հիմա ես եմ թե դու։ Քերիդ ոնց է իմանում է թալանողներից մեկը, որ դու կարող անես։ Նոր չասեցիր թալանենք փախնենք։ Հա, ասեցի, բայց այդ չի նշանակում, որ հենց հիմա պետքա տան եղած չեղածը վերցնենք ու թռնենք։ Բա ինչ ենք անելու։ Այդ կյանքս թռիք հեռու այն օրվային թույն կոյնակից մի հատ բեր կասա։ Լսի, ես քեզ լուրջ հարց եմ տալու, ինչ ենք անելու։
Ես էլ քեզ լուրջ բան եմ ասում։ Մինչև 100 գրամ չխմեմ, չեմ ասել։ Լավ, կբերեմ։ Մենակ հիմար դուրս չտաս։ Բարը Երիկարը լեզուդ քեզ պայ ախր է։ Ասա որ կատակ չես անելու։ Գնա կատակ չեմ անում, լուրջ անթերի ծրագիր ունեմ։ Գնա բեր կոնյակ։ Լավ։ Կյանք ջան, եթե սիգար կա, մի հատ է սիգար։ Էլ ինչ կուզեիր։ Իրիկուն էլ քեզ։ Արա դե լավ բան էլի, արա հարուստ տնել է։ Ոչինչ սակ ջան։ Ախպեր ջան։ Քիչ մնաց։ Մի քանի վաղ հետո դու էլ ես հարուստ տնել։ Դու ռոլ պաստորել։ Ես իչա։ Լիզա ջան, ես իչա է։ Ով է քեզ կապ կպել, հա? Ով է քեզ կապ կպել։ Ինչի այդ իհեցս բաներ լինում։ Հանգստացի աղջիկը, հանգստացի միատ, բացատից վարամ ինչ ա եղել, հա Լիզա, ինչ ա եղել։ Կան դուրը թակեցին, ասացին, որ կոնկերնել է։ Ովքեր էին։ Չգիտեմ երկու հոգի էին, եկան ու հարցակվեցին վրա։ Միջև ուշքի եկացեն ուշել։ Նա խոսեցել են։ Ավելի վատ։ Ավելի վատ։ Ես ջրանց։ Լիզա, հաստատ եմ ոչ մի բան չես հիշում։ Տեսնես ովքեր են։ Ուրեմն դրանք ինձ ճանաչել են, հա։ Ասեցին, որ կոնկերնել է։ Լավ, դու մեն հանգստացի բարս, հանգստացի։ Ես հիմա կզանգեմ ոստիկանություն, կգան ու ամեն ինչ կպարզեն, հանգստացի։ Ես գնում եմ ստեղ։ Ուր ես գնում։ Ես չեմ ուզում ստեղ մնալ։ Ամեն ինչ քո պատճառով է լավ, ես սազվում եմ այս տնից։ Լիզա ջան, ես Ես սազվում եմ ձեզնից։ հասկանում եմ քեզ Լիզա ջան, հասկանում եմ, որ հիմա քեզ համար շատ ծանր է, բայց դու գնալու տեղ չունես, աղջիկս։ Ավելի լավ է գնամ փողոց կանցեր հետ ապրեմ։ Ես ատում եմ ձեզ։ Լիզա, հիմա ես պակաս շոկայի վիճակում չեմ, հասկանում ես։ Ձերքս թող։ Մի գնա, խնդրում եմ։ Ես պիտի ասեմ են ինչ որ ասում եմ։ Ես չգիտեմ դու ինչ վատություն ես իրենց արել, բայց դրիվ քո պատճառով եղավ։ Ես ատում եմ քեզ, ես ձեզ ատում եմ, ես պիտի մնայի Ռուսաստանում ու թող ինձ սպանեի։ Տենց խոսա, մի խոսա, բանես բաներ մի ասա, ես ոչ մեկի երբեք վատություն չեմ արել։ Ես չգիտեմ ինչ ես արել, բայց ես ատում եմ ձեզ։ Ես գնում եմ։ Եկա գնա։ Լիզա, մի գնա, խնդրում եմ, մի գնա։ Տեսնես ովքեր են եղել ես սրիկաները։ Հովեր, հա, ոսկեղը մեր բեք, հա, ոխ ես ձեր, սաղջիկ ուր գնաց, հիմա ես ինչ պատասխան եմ տալու քրոջս։
Ուզում եմ ես բաժակով խմել, հա իդեպ շատ օրիգինալ գրակվարություն եք։ Հա։ Մերսի։ Ընկերս է ուղարկել Փարիզից։ Խմենք ձեր երջանկության համար։ Սակ, սպանելու եմ քեզ, մորթելու եմ Սակ։ Ալո, բարև Լիդա ջան, ո՞նց եք, մենք են լավ քուջան, լավ ենք, լավ, Լիզան էլ լավ, մի անաքսասի, ամիշ լավ է, իրես ինչի համար եմ քեզ զանգել, Լիդա ջան, են տղայի անունը ոնց էր, որ Լիզային էր հետ ապնդում, դե հարելի, ձեր մոտ Մոսկվայում, դրա անունն այնս պետք։ Սահակ։ Հա, լսում եմ։ Ինչ գիտես դրա մասին, պատմի խնդրում եմ։ Հետո կբացատրեմ, դու պատմի խնդրում եմ։ Եվ։ Շնորհակալ եմ քուր ջան։ Հետո ես քեզ կզանգեմ։ Համբուրում եմ։ Սակ։ Ուրեմն սակ։ Լավ։ Ալո Գերան բարև։ Հա, ես եմ։ Գերան ջան, ժամանակ չունեմ խոսելու։ Ես քեզ հիմա մի հեռախոսի համար կտամ։ Ուզում եմ, որ դու շտապ պարզես, թե այդ համարի տերը որտեղ է գտնվում։ Կարող ես։ Անչափ շնորհակալ կլինեմ։ Սպասում եմ քո զանգին։ Քերի։ Բարև ձեզ։ Ես ուր եք շտապում։ Այսքանից հետո դու եկել ես ստեղ։ Ինչքանից հետո։ Ոնց ինչքանից։ Քո պատճառով են ինչ որ եղավ իմ հետ։ Սխալվում ես աղջիկ ջան։ Իմ պատճառով ոչինչ էլ չի եղել։ Ընդհակառակը, այդ քո պատճառով է, որ ինձ հետ շատ վատ բան ա եղել։ Քերի, ստեղից գնա, թե չէ ես էլ չեմ կարող ինձ զսպեմ։ Կսկսեմ ծեծել քեզ արդեն։ Սա կարի գնանք, հա ես ներվեր չունեմ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, որ դուք եք ինձ թալանել։ Սա կարծեմ քոնն է, չէ՞ Սահակ։ Փախչել Միզուրը ինձ վնաս հասցնել է նույնպես, որովհետև Գոհարը շատ հարմար տեղից մեզ է հետևում, ու եթե հանգարց մտներովդ վատ բան անցնի, իսկույն կզանգայի ոստիկանություն։ Ես չեմ էլ ուզում փախչեմ։ Քեզ թալանողը ես չեմ։ Դու ես, այսինքն դուք, թե մտածում էիք ձեր բեմադրած ներկայացումով կարող էիք ինձ խաբել։ Չստացվեց։ Չնայած կարող էր ստացվել, եթե այսա չլիներ։ Այդ գրակ վառիչը ոչ մի բան չի նշանակում։ Ձեր տանը ես հյուր եմ եղել, այդ գրակ վառիչն մոռացել եմ ձեր տանը։
Եթե չես ուզում խոստովանել, քո գործ։ Աճանակ ես կդիմեմ ոստիկանություն, նրանք ամիջապես կպարզեն, թե պատմածը հեքիաթը ճիշտ է, թե ոչ։ Դու դեռ չես դիմել ոստիկանոց։ Չէ, չեմ դիմել, որովհետև խղճում եմ մորդ։ Բայց եթե շարունակեք ժխտել, որ դուք չեք թալանել ինձ, անպայման կդիմեմ, երդվում եմ։ Ու քեզ քանի անգամ ասենք է, որ քեզ թալանողները մենք չենք։ Սահակն հետ վերջացրու այդ կապիկություններ հետ։ Չես հասկանում, որ անիմաստ է։ Գժվել ես աղջի, ինչ ես խոսում է։ Ինչ ես ապրծպր բերանք բացում։ Էլի սկսեցիր հիմար դուրս տալ։ Խելոք պայքես, թե չէ հենց ստեղ գլուխդ կջարդեմ։ Դե հələ մի հատ ջարդի տես հալատ ինչ կլինի։ Լսեք, ես չեմ եկել այստեղ ձեր վեճը լսելու համար։ Տվեք իմ փողերն ու զարդերը, ու ես կգնամ։ Դուր։ Գժվել աղջի։ Նա մի ներվերս կեր դուր ասում են։ Շուտ արա, հա։ Եթե որևէ պակաս բան լինի, ես անպայման ձեզ կգտնեմ։ Եղավ։ Այդտեղ ոչ մի պակաս բան էլ չկա։ Աղջի, ես ինչ արեցիր։ Ցնդվել ես։ Հանգստացի մի հատ։ Սուս մնա։ Մեղք կա քո մերով, Լիզա։ Մեղք, որ քեզ նման աղջիկ ունի։ Εσύ կարաս ինձ հանգիստ թողես, քո խրատները քեզ պես են, գարը չայ տղամ յա։ Ինքի մատ առաջ։ Գնա երկու։ Հա, ինչ, հիմա ոստիկանություն զանգեմ, թե չէ։ Չէ, պետք չի։ Պետք չի զանգել։ Ստուգել ես, պակաս բան չկա։ Տանը կստուգենք։ Բայց կարծում եմ ոչ մի պակաս բան չի։ Վահան, չես պատկերացնի, բոլորով են մտքովս չեր անցնի, որ այդ աղջիկը ընդունակատ են զբաղվում։ Սահակն այն երիտասարդն էր, ով իբր թե հետապնդում էր Լիզային Մոսկվայում ու սպառնում, բայց այդ ամենը նախորոք մշակված ծրագիր էր։ Պատճառ էր, որը դրդեց Վահանի քրոջը դստերը եղբոր մոտ ուղարկելու համար։ Լիզայի եւ Սահակի համատեղ ծրագիրն ամենայն հավանականությամբ հաջողությամբ կպսակվեր, եթե վերջինս հանցանքի վայրում ավելի ուշադիր գտնվեր։ Սակայն եղավ այն, ինչ եղավ։ 2 օր անց Լիզան բաժանվեց ընկերոջից եւ վերադարձավ Մոսկվա, հետագայում հասկանալով, որ իր ընտրածուղին սխալ եւ վտանգավոր է։ Սահակը մնաց Երևանում, այն հույսով, որ իրեն կհաջողվի հեշտ փողեր ձեռք բերել։ Բայց նրա հույսերը հենց առաջին իսկ փորձից ձախողվեցին։ Սահակը շատ շուտով հայտնվեց կալանավայրում։